Այս սպիտակ գինի, որ արտադրել ենք 24 թվականին, հատուկ եղանակ ունեցել ենք, ոչ լավ եղանակ ունեցել ենք, շատ անձրև ունեինք եւ այլն, բայց վերջապես լավ արդյունք ունեցել ենք շշի մեջ։ Ես Անահիտ Ջաբուրյանն եմ, եկել եմ ապրել Հայաստան 4 տարի առաջ, ծնվել եմ Ֆրանսիայում, 33 տարեկանն եմ ու արդեն Երևանում եմ ապրում ու զբաղվում եմ գինեգործություն։ Երբ եկել եմ Հայաստան 25 տարեկան էի ու ես ուզում էի ինչ-որ փոփոխություն ունենալ իմ կյանքում, որոշեցի մնալ Հայաստան։ Ու արդեն այդ ժամանակ ընտանիքս սկսեց ինչ-որ մեծ պրոյեկտը գինու հետ կապված։ Վստահ եմ, որ Ֆրանսիայում մեծ համալսարան կա դպրոց գինու, հատկապես գինու համար, այնտեղ ամենահայտնի այնտեղ են գտնվում, բայց ես որոշեցի ուղիղ այգիներում սովորել։ Նույն այգում կարող եք գտնել եւ կարմիր խաղող, սպիտակ խաղող եւ տարբեր տեսարակ խաղող։ Օրինակ ոսկեհատը լավ խաղող է գինու համար։ Մենք ունենք ուրիշ տեսակներ, որ ավելի քիչ հետաքրքիր են գինու համար, մենք դրա համար խառնում ենք։ Ավելի քիչ արոմատիկ պրոֆայլ ունեն, դրա համար պետք է հասկանանք։ Ամենասկզբից հասկացել ենք, որ այս մարզը Վայոց ձոր եւ հատկապես գյուղը Աղավնաձոր շատ հատուկ կարակտերիստիկ ունեն, օրինակ բարձրությունը մինչև 1400 մետր եւ գա հին վազերը եւ նոր վազերը, որ մենք տնկել ենք։ Էլի ամեն օր աշխատում եմ, ամեն օր սովորում եմ, աշխատում եմ մարդկանց հետ, որ ուրախ են աշխատել ինձ հետ։ Շատ ուրախ է, վերքահավաքը։ Ամենաուրախ գործերից մեկն է, որ աշխատում ես, վերջում քո բերքը քաղելուց հիացմունք ես ստանում։ Բայց կարա տոնախնդության էլ վերածվի։ Մենք օրգանիկ ձևով ենք մշակում, այնքան բան չենք ավելացնում այգում, ուզում ենք ամենաօրգանիկ, ամենանատուրալ բան օգտագործենք։ Ես օրինակ վատնա, սրա մեջի փչացածները շատ են, իսկ սրանը տեսեք, առողջ ընտիր խաղող։ Մենք եւ կարմիր եւ սպիտակ գինի ենք արտադրում, ճիշտն ասած մեր առաջին գինի, որ սարքեցինք, ես դժգոհ եմ այս առաջին գինուց, ճիշտն ասած, բայց պահում եմ, ինչ որ պահեստում պահում եմ, մտածում եմ, որ կարող է լավանա, մի քանի հետո կհասկանանք ինչ ենք աներու սրա հետ, մեծ քանակություն չէ, երևի 2000 շիշ ունեմ, ու գիտեմ, որ այս դժվարություն, որ այսօր ունենք, վաղը հետագայում կմոռանանք անպայման ու արդյունքները շատ կունենանք, շատ մեծ կլինեն։ Մենք այս տարի փորձել ենք ուրիշ ձև սարքել այս մեկը, ուրեմն այս անգամ չենք պահել տակարդների մեջ այս գինի, ոչ շատ ֆրեշնա, շատ կփորձեք կասկանաք երևի։ Առաջին նայում ենք գույնը, անպայման շատ կարևոր է, որ օդ ձգենք առաջինը, որ հասկանանք, եթե խնդիր չկա գիտու մեջ, կարող է խցանից ինչ-որ խնդիր ունենա, բայց արդեն կարամասել, որ ոչ մի խնդիր չունի։ Մենք ուզում ենք արտահանել անպայման Ֆրանսիա, մենք ուզում ենք, որ մենակ մեր գինի չի, բայց հայկական գինի հայտնի են դառնում դրսում, ամբողջ աշխարհում, քանի որ էլի ասում եմ, շատ լավ պոտենցիալ ունեն, շատ հարաբերություն ունեն անպայման։
Մենք ուզում էինք, որ մեր գլխավոր բրենդի անունը Domen Ջաբուրյան լինի, մեր ազգանունը Ջաբուրյան։ Հետո սկսեցինք ինչ-որ լայն սարքել Երիզա գինի։ Երիզա շատ հին քաղաքներ հայկական թագավորության մեջ, որտեղ Անահիտը ինքը շատ հայտնի է, շատ հայտնի ասվածուհին է, այնտեղ շատ հատուկ խմիչք սարքեց մարդկանց համար, գինու հետ, այս քաղաքը գոյություն ունի ոչ Հայաստանում, ցավոք սրտի, բայց էլի գոյություն ունի անպայման դարձերա Երզինգը։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան մեր աշխատանքը գինու հետևում։ Գիտեք, երբ մարդիկ խմում են գինի ռեստորանում, ճիշտ է, որ շատ լավ խմիչքն է, շատ սիրուն, պիտակները շատ սիրուն են եւ այլն, բայց մեկ շշի մեջ շատ բան կա։ Չեմ ուզում, որ մարդիկ մոռանում են, որ ինչքան աշխատանք կա մի հատ շշի մեջ, շատ գյուղի աշխատանքն է, ճիշտ ասած, գյուղի աշխատանքն է, շատ կարևոր է։ Ամենալավ խաղողն է, մեր Վայոց ձորի խաղողը ամենալավ խաղողն է։